Շնորհակալություն, ես ներկայացնեմ Գյումրու ազատ տնտեսական գոտին, ռազմավարական զարգացումը, պարոն Թևանյանը, որ ներկայացրեց այս ծրագրերը, սրանք ռազմավարական զարգացման ծրագրեր են, որը մեզ պակասել են, իրատեսական ծրագրեր են, որովհետև միշտ առաջնորդվել ենք յոլա գնալու օրվա կուրսով, իսկ այս ծրագրերը այն մասին են, որ մենք պետք է պլանավորենք մեր ապագան 10, 20 եւ ավելի տարիներով, որպեսզի ունենանք այն երկիրը, ինչ ներկայացվեց։ Ինչ վերաբերում է Գյումրու տնտեսական զարգացմանը, ապա ազատ տնտեսական գոտին, ազատ քաղաքին, ես ներկայացնեմ ինչ ունենք հիմա եւ ինչ է առաջարկվում։ Հիմա մենք ունենք մի քաղաք, որը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ու սովետական միության փլուզումից հետո մինչև հիմա ուշքի չի գալիս։ Քաղաք, որը 89 թվականին 230,000 էր, հիմա պաշտոնական թվերով 157,000 է, այսինքն կորցրել է իր բնակչության գրեթե կեսը, քաղաք եւ մարզ, որը տարիներ շարունակ համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզը, Գյումրին մարզ կենտրոնը ամենաաղքատ, այս իշխանությունը 18 թվականին եկավ եւ մարզում 42.6% աղքատություն էր, 24 թվականի տվյալներով իրենց գործունեության հետևանքով աղքատությունը աճեց 1%-ով, այսինքն 43%, այսինքն ոչ մի բան չի արվել, որպեսզի Շիրակը դուրս բերվի սոցիալ-տնտեսական աղետից, հենց աղետ բառը այստեղ տեղին է, այս իշխանությունը չի կարող հպարտանալ որևէ մեգա ծրագրով, որևէ մեծ շինարարությամբ, որ արվել է Գյումրիում կամ Շիրակի մարզում, սա այնպիսի իշխանություն է, որին կսազի բացառապես ապաշնոր անկարող որակումները, որովհետև օրինակ Կապսի ջրամբարը, ես գիտեմ, որ հազարավոր գյուղացիներ նստած սպասում են, որ Կապսի ջրամբարը կկառուցվի, բայց պարզվում է, որ մի քանի ամիս առաջ այդ ծրագիրն էլ կանգնեցրեցին, որովհետև չեն կարողանում կառուցել, սարկած վերջացրած ծրագիր էր։ Այս իշխանությունը հպարտանում է ասֆալտով, ասում է հələ գյումրեցիներ տեսեք ինչ ասֆալտ ենք արել, բայց պարզվում է, որ 16 թվականին Նիկոլ Փաշինյանը, այն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել Գյումրու ասֆալտապատման ծրագրին, հիմա այդ ծրագրով արվող ասֆալտի վրա իրենք հպարտանում են։ Այս իշխանությունն է։ Իսկ ինչ ենք մենք առաջարկում, մենք առաջարկում ենք ազատ տնտեսական գոտի, ռազմավարական զարգացման ծրագիր, պարոն Թևանյանը նշեց, որ ավականին բացի ՔՊ-ից կողմ է արտահայտվել ամեն ինչին, որպեսզի Գյումրիում ստեղծվի եւ ազատ տնտեսական գոտի եւ ազատ քաղաքի կոնցեպտը, ինչն է այստեղ ամենակարևորը, Գյումրին աշխարհագրորեն ունի Շիրակի մարզը այդ բոլոր հնարավորությունները, սահմանակից է երկու պետությունների, մի կողմից Թուրքիային, մյուս կողմից Վրաստանին, մեծ առավելություն է սա, որովհետև սահմանները ի վերջո բացվելու են Թուրքիայի հետ, Թուրքիայի կողմից բլոկադան վերացվելու է եւ դա հնարավորություն է տալիս հարաբերություններ հաստատել տնտեսական եւ նաեւ կոմունիկացիոն երկրների հետ, որոնք ունեն ուղղակի հասանելիություն ծովերին։ Գյումրին ունի ցամաքային ճանապարհներից, այնտեղից անցնում է հյուսիս-հարավ մայրուղին, ասենք Բավրայից, եթե ծրագիրը ամբողջությամբ կյանքի կոչվի, Բավրայից մինչև Մեղրի կարող ենք հասնել 6-7 ժամվա ընթացքում, ինչը ֆանտաստիկ է։ Ունի երկաթգիծ, ներկայացվեց երկաթգծի առավելությունները Նախիջևանով անցնելու դեպքում գրեթե նույն ժամանակահատվածում երկաթգծով ենք արդեն հասնելու մենք Իրանի սահման, մյուս կողմից Վրաստան Սևծով, առնվազն եթե աբխազական երկաթուղու հարցներ լուծվի, ապա դեպի Ռուսաստան եւ նաեւ օդանավակայան։ Այսպիսի հնարավորություններով միայն Երևանը երևի կարող է մրցել որոշ չափով Գյումրու հետ։ Մյուս կարևոր հանգամանքը դա որակյալ աշխատուժն է եւ որակյալ աշխատուժ պատրաստելու կրթական հնարավորությունները, որովհետեւ Երևանից հետո միայն Գյումրին է, որ ունի այնպիսի հնարավորություններ բուերի քանակով, նաև միջին մասնագիտական քոլեջների քանակով, որ կարողանա կադրերի վերապատրաստումը ապահովել։ Ահա այս հնարավորությունները հաշվի առնելով դեռ 1 տարի առաջ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ մասնագետների խումբը մշակեց ազատ տնտեսական գոտու ծրագիրը, որը շատ կարճ ներկայացնեմ, որը ենթադրում է
Գյումրու օդանավակայանից լոգիստիկ կենտրոնի ստեղծում, ինչպես նաև Գյումրի Մարմաշեն խճուղու երկու կողմերում 300 հեկտար տարածքի վրա ազատ տնտեսական գոտու ստեղծում, որտեղ գործունեություն ծավալող հիմնարկությունները պետք է, եթե արտահանման վրա են աշխատում, ապա աշխատելու են 50%, այսինքն ազատվելու են շահութահարկից, շրջանառության հարկից, եթե արդեն ներմուծման փոխարինման վրա են աշխատում, այսինքն արտադրում են այնպիսի ապրանքներ, որը ներքին սպառման համար է, այդ ապրանքները, եթե 50%-ը գերազանցում են ներքին սպառման եւ իրենք այդ արտադրում են, ապա ազատվելու են շահութահարկից, շրջանառության հարկից, նաեւ ավելացված արժեքի հարկից։ Որոշ ուղղություններ սահմանված է, այնտեղ ոսկու մաքրման հետ կապված գործարաններ, որտեղ արտադրվելու է 99% հարկի ոսկի, օրինակ, ասենք բանկերի մատակարարվելու համար, Իրան արտահանելու համար ոսկու հետ կապված, պարոն Թևանյանը կրկին ներկայացրեց այստեղ Գյումրին այստեղ կարևոր ճյուղերից մեկն է դառնալու, մշակվող գյուղատնտեսական ապրանքների միտված տնտեսական օպեկտներ պետք է այնտեղ լինեն, որը հնարավորություն տալիս է գյուղերը օրինակ դուրս բերել խորացող աղքատությունից, հնարավորություն կա նաև ոչ միայն ազատ տնտեսական գոտու շրջանակներում գործունեություն ծավալել, այլ հենց Գյումրին դարձնել ազատ քաղաք, եւ Գյումրիում գործունեություն ծավալող, Գյումրիում հաշվառված մարդիկ, ովքեր աշխատում են այդ ձեռնարկություններում, իրենք արդեն 50%-ով հարկային արտոնություններ են ստանալու շահութահարկի, շրջանառության հարկի եւ նաեւ ավելացված արժեքի հետ կապված։ Այս ամենի արդյունքում ես ծրագիրը հիմա ժամանակ չկա շատ մանրամասն ներկայացնելու, մենք ունենալու ենք 15000 նոր աշխատատեղեր, ունենալու ենք մոտավորապես $500 միլիոն ներդրում, երբ ներկայացվում էր ծրագիրը, ես տեղյակ եմ, որ պարոն Թևանյանը հանդիպումներ է ունեցել համապատասխան շրջանակների հետ, խոսքը բիզնես շրջանակների մասին է, եւ հավաստիացումներ կան, որ եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա խոստումներ կան, որ մի քանի տարվա ընթացքում մենք կարող ենք հասնել այդ $500 միլիոն ներդրմանը, իսկ ընդհանուր ծրագիրը 25 տարվա կտրվածքով է։ Այսինքն մենք առաջարկում ենք մի ծրագիր, որը շատ կարճ ժամանակահատվածում Գյումրին դուրս է բերելու սոցիալ-տնտեսական աղետից եւ դնելու է զարգացման ռելսերի վրա։